այս թեմայով արտահայտվեցիք, տեսնում եք խնդիր թոշակառուների շրջանակում, հաշվի առնելով, որ վերջին 2 տարվա ընթացքում նրանք զանգվածաբար ստացան բանկային քարտեր, սակայն միգուցե այդքան կատարելապես չեն տիրապետում այդ կիբերհիգիենայի կանոններին։ Նկատում եք, որ նրանց շրջանակում այդ հարձակումների եւ հաջող հարձակումների տոկոսը դիսպրոպորցիոնալ բարձր է։ Ճիշտն ասած, չեմ նկատում, այսինքն գիտեք ոնց է, այդտեղ իրանք էլ զեղծարարներն էլ համ հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր շատ ավելի խոցելի են, բայց մյուս կողմից հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ֆինանսապես ավելի կայուն են, էլի։ Ու այդ տեսանկյունից չեմ կարող ասել, որ դիսպրոպորցիոնալ բան կա մեր թոշակառուների մոտ։ Արկահայտուկ Նախորդ նիստերի ժամանակ նշվում էր հաղորդագրություններում, որ պահանջարկի ավելացմանը կարող է նպաստել նաև ներգնաց զբոսաշրջությունը, սակայն վիճակագրությունը չի վկայում Ներգնա։ Այո, եթե ճիշտ եմ հիշում, միգուցե եւ ներքին, բայց որքան հիշում եմ, ներգնա տուրիզմի մասն է խոսքը, նաեւ հեռավոր արևելքից այցելուների մասին։ Ներգնայի նկատի ունենք ես հանգստանում եմ Ծաղկաձորում։ Արտաքին տուրիզմ, inbound, sense ասած։ Այսինքն արտագնա, այո, միջազգային զբոսաշրջիկները։ Այո։ Սակայն վիճակագրությունը այդպիսի թռիչքաձև աճ չի արձանագրում վերջին ամիսներին, եթե ճիշտ եմ հասկանում, արդյոք շարունակում եք դիտարկել այդ տուրիստական հոսքերը պոտենցիալ որպես գնաճը ավելացնելու ռիսկ, այսպես ասենք։ Եթե ես թվերը ճիշտ եմ հասկանում, ու մեր ունեցած թվերը նույնն է ինչ որ ձերը, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին մենք ունենք զբոսաշրջիկների այցելուների էական աճ։ Ու հենց դա է նաև որոշակի նպաստում, որ մենք տեսնում ենք, որ ծառայությունների ոլորտում ունենք աճ, ու նաև արտահանելի ծառայությունների ոլորտում ունենք աճ, այդտեղ տուրիզմն է, IT-ն է, բանկային գործն է, ֆինանսական հատվածն է, բայց տուրիստների, ներգնա տուրիստների մասով, ովքեր գալիս են Հայաստան, մենք ունենք դեպի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակի աճ, դա կարմիր գիծն է, որը գտնվում է բոլոր գծերից ավելի բարձր։ Այսինքն ինքը պատմական իր մաքսիմումի վրա է։ Միգուցե ես ուշադիր չեմ եղել, իսկ աշխատավարձերի մասով նկատում եք այդ սպասարկման ճյուղում այն ֆենոմենը, ինչ եղել է 2022-ին, այսինքն որ առաջանա աշխատողների գերբարձր պահանջարկ եւ աշխատավարձերը պատասխանաբար վերև բարձրանան։ Առայժմ կարծես թե դա էլ չեմ նկատում, էլի շատ առաջանցիկ այլ ոլորտների համեմատ աճ։ Չէ, չենք նկատում, արդեն կանխած գալով ձեր հարցերը, ունենալով աշխատանքի արդեն երկարամյա փորձ ձեզ հետ, մենք մեր սլայդերը կառուցում ենք այն սկզբունքով, որ փորձենք պատասխանենք ձեր բոլոր հարցերին, դա էլ կապույտ գիծն է, որը վկայում է նրա մասին, որ տենց աճ մենք չունենք այս պայդրությամբ։ Եթե չկա աշխատավարձի աճ, այսինքն չկա վճարունակ պահանջարկ, ապա որտեղից է ինֆլյացիայի ռիսկը։ Եթե այդ մարդիկ ավելի շատ գումար չունեն, այս պայդրությամբ մեզ մոտ ինֆլյացիան, որը 3.6% է, հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոններով պայմանավորված գնաճով, որը սեզոնային ապրանքների ներսի եւ դրսի որոշակի աճի արդյունքում է տեղի ունեցել, դա էլ ոչ սեզոնային պարենն է, մոխրագույն եւ որոշակի ծառայություններ։ Կապված այդ օգոստոսի 8-ի փաստաթղթերի հետ կարելի է եզրակացնել, որ առայժմ չեք դիտարկում դրանք որպես անմիջական գործոն այդ վերլուծության մեջ եւ սցենարների մեջ, այսինքն ավելի երկարաժամկետ եք դիտարկում։ Եթե ճիշտ եմ ընկալել ազգային ժողովում նույն հարցին պատասխանելիս, դուք եւս նշել եք, որ դա կարծես թե ավելի ոնց որ հեռուն նայող ինչ որ գործընթացներ են, քան անմիջական ներկայի։ Առաջին կարևոր քայլն է մեր գնահատմամբ, ու եթե մենք հաջող ենք խաղաղություն ունենալու հարցում,
ակնկալիքը այնա, որ մենք կունենանք բավականին դրական զարգացումներ տնտեսական առումով, բայց այս պայդրությամբ այն ինչ որ մենք ունենք ու ռեալ գնահատականը էլի ոչ թե սենտիմենտների վրա հիմնված գնահատականը, դա մեր ռիսկի պրեմիայի որոշակի նվազումն է օգոստոսի 8-ից հետո, որը ըստ էության այդտեղ երկու գործոն կա, որ մենք պիտի հաշվի առնենք, իրանց իհարկե շատ դժվար է տարանջատել։ Մեկը այնա, որ ընդհանուր զարգացող երկրներում կա նաև որոշակի նվազում ռիսկի պրեմիաների Ամերիկայի նկատմամբ, տենդենցիային, տրենդային, բայց նաև ունենք հենց այդ կոնկրետ այդ նվազումը օգոստոսի 8-ից հետո, որը նաև իր մեջ հենց այդ իդիոսինկրատիկ այդ երևույթի հետ երևի թե կապված ավելի շատ։ Իրականում դա կա, իսկ հնարավոր է ինչ որ ձևով զտել, ասենք մեզ մնացած այդ զուտ այդ իրադարձությունը դրա կշիռը, հա, զտել ընդհանուր տրենդից։ Շատ դժվար է, ուտեղ EMBI ինդեքսը, որը ներկայացնում է Իրանի զարգացող երկրների ինդեքսը, այդտեղ բավականին մեծ անկում ունենք մենք EMBI-ի։ Մենք ներսում քննարկելուց սկզբից EMBI-ի հետ էինք ասոցացվում։ Հետո տեսանք, որ կան երկրներ, որոնք ըստ էության Արգենտինա, հա, որ ուներ, չգիտեմ, 1000 ինչ որ մի բան, հիմա ունի 100։ Ու այդ կոնտեքստում EMBI-ի անկումը մեծապես պայմանավորված է այդ տիպի ֆենոմեններով, մեծ զարգացող երկրների ֆենոմեններով։ Հետո սկսեցինք մաղել, վերջում դուրս եկանք մեր հարևան եւ մի քանի մեր նման ռեյտինգ ունեցող երկրների զարգացումների հետ ու իրանց հետ ենք հիմա համեմատվում, բայց օգոստոսի 8-ից հետո կա համ այն որոշակիորեն, համ նաև հենց մեր հետ կապված այդ իրադարձության հետ կապված ֆենոմենը, որ ռիսկի պրեմիան որոշակիորեն նվազել է։ Այլ հարցեր։ Եվ պարենի գների հետ կապված մեկ էլ ուզում էի հարցնել, ինչու եք դիտարկում որպես էական գնաճի ռիսկ, որովհետև FAO-ի ինդեքսները ցույց են տալիս ոչ միանման աճի ոնց որ պատերն, հա, տարբեր մթերքները տարբեր դրսևորումներ ունեն, չկա միանշանակ եւ երկարաժամկետ աճ։ Չէ, որ ասեմ տենց էական ռիսկ ենք տեսնում, չէ, բայց ձեր նշածի պես օրինակ յուղերի ենթակտորը ինքը շատ մեծ աճ ունեցավ, հիմա որոշակի ավելի զուսպ է։ Կան ինչ որ բաներ, որ հացահատիկը օրինակ իջնում է, բայց FAO-ն ընդհանուր, եթե չեմ սխալվում, 4%-ի աճ ունի, որը չափավոր աճ է, ու մեր գնահատմամբ մենք չենք կարծում, որ ինչ որ բանը բանից անցնում է ու ամեն դեպքում ինքը առաջարկից եկող գործոն է, որի մեր փոխազդեցությունը բնականաբար լինում է շատ ավելի մեղմ, քան պահանջարկի դեպքում, բայց այնուամենայնիվ ինքը պիտի լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև մենք թարգեթավորում ենք հենց ընդհանուր գնաճի զամբյուղը։ Ու այդ տեսանկյունից, քանի որ ինքը որոշակի ազդեցություն ունի, ինքը նաև կարող է հետադարձ ազդեցություն ունենա գնաճային սպասումների վրա։ Քանի որ դուք գնաճային սպասումներից հարց չեք տվել, ես ասեմ։ Այդ ֆենոմենը գիտեք, որ մեր համար կարևոր ֆենոմեն է, ու մեր վերջին հարցումները ցույց են տալիս, որ բարձր գնաճային սպասումներ ունեցող մեր հայրենակիցների թիվը գնալով նվազում է։ Իհարկե, այդտեղ չի կտրուկ նույն չափով ավելանում ցածր գնաճային սպասումներ ունեցող, իրանք որոշակի են ավելանում։ Ու դրա հաշվին որոշակի անորոշության մեջ գտնվողների թվաքանակն է մեծանում, բայց այնուամենայնիվ ունենք բարձր գնաճային սպասումներ ունեցողների թվի նվազում։ Որ այն տենց ինչ որ խոս ունի, այսինքն կարող է երկարաժամկետ տրենդ ձևավորել, նախադրյալներ կան դրա համար։ Ես կարծում եմ, որ քաղաքականության նկատմամբ վստահության հետ կապված մենք որոշակի տարիների ընթացքում ձեռք ենք բերել վստահություն մեր նկատմամբ ու ինչ որ անգլեն credibility են ասում, այդ ստեղծել ենք այդ վստահելիության այդ միջավայրը, ու եթե դուք նայեք, քանի որ թվային շարքը բավականին երկար է արդեն 13 թվականից, հա, ու եթե էպիզոդները նայեք, օրինակ 18-19 թվական, հետո 21 թվական, երբ որ գնաճը գնաց վերև, չհիշում եք, COVID-ի հետ պայմանավորված, հետո դեզինֆլյացիայի տարիներն են հաջորդում, այսինքն մենք տեսնում ենք, որ դեղին է, որը դա բարձր գնաճային սպասումներ ունեցողների տեսակարար կշիռն է, մոտավորապես արտահայտում է այն սենտիմենտը, որը մարդկանց մոտ պիտի լիներ հենց գնաճի հետ կապված։